Այսօր մենք կպատմենք ձեզ Արտակ Կալանտարյանի եւ իր կնոջ Սյուզան Մակարյանի կյանքի պատմությունը, հենց նրանք են նպաստել IT ոլորտի զարգացմանը մեր երկրում։ Մեր նկարահանող խումբը այցելեց Արտակ Կալանտարյանին եւ նրա կնոջը Սյուզան Մակարյանին, զույգի, որի պատմությունը համառության, մասնագիտական աճի եւ ընտանեկան գործընկերության մարմնացումն է։ Արտակ Կալանտարյանը ծնվել է 1963 թվականին Երևանում։ Նա հայտնի հրապարախոս, գրող եւ դրամատուրգ Արտաշես Կալանտարյանի որդին է։ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ռադիոտեխնիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա այդ ժամանակ այն քչերից էր, ովքեր հասկանում են համակարգիչներից։ Երևանում կար ընդամենը 40-ից 50 նման մասնագետ։ Նրանք բոլորը ճանաչում են միմյանց, քանի որ նորաստեղծ IT համայնքը չափազանց փոքր էր։ 25 կամ 26 տարեկանում Արտակը ռիսկի դիմեց, վաճառեց այն ամենը, ինչ կարող էր, եւ այդ ժամանակվա զգալի գումարով գնեց 4 մեգաբայթ հիշողությամբ համակարգիչ։ Այսպես սկսվեց մի ճանապարհորդություն, որը ի վերջո նրան կբերի միջազգային կարիերայի։ 1993 թվականին նա աշխատանքի առաջարկ ստացավ Բոստոնում։ Ավելի ուշ նա 10 տարի աշխատեց Microsoft-ում, ապա Amazon-ում, իսկ 2007 թվականին հիմնադրեց իր սեփական IT ընկերությունը Barley Marmot Software-ը։ Ես գնացի մի շատ փոքր ընկերություն, 10 հոգի մարդեր այնտեղ աշխատում։ Այսով գործ էինք անում, մի փոքր ծրագիր էինք գրում, որը կոչվում էր web browser։ Ու բոլորը զարմանում էին, ասում էին, «Ո՞ւմ է պետք է ժամանակ ինտերնետը նոր էր սկսվել, մարդիկ չէին էլ»։ Հետո ասում էին, «Արդեն մի հատ կա, մոզաիկա կոչվում, երկրորդը ինչի է պետք, այդպես բան»։ Գրում էինք, դե այդ ժամանակ էլ Microsoft-ը խառնվեց իրար, հասկացավ, որ իրանք հետ են ընկնում, իրանք այդ ինտերնետի ալիքից հետ են ընկնում ու Bill Gates-ը նշանավոր մեմո էր գրել, իրանք շտապ փորձեցին թիմ հավաքել, դրա համար իրանք եկան ու մեր ընկերությունը փաստորեն գնեցին։ Ավելի ուշ Արտակ Կալանտարյանի կինը Սյուզան Մակարյանը նույնպես տեղափոխվեց Միացյալ Նահանգներ եւ չնայած համապատասխան գիտելիքների բացակայությանը սկսեց ծրագրավորումը տիրապետել զրոյից։ Իր համառության եւ կարգապահության շնորհիվ նա դարձավ Միացյալ Նահանգներում հայ ազգի առաջին կին ծրագրավորողներից մեկը։ Ճիշտ ասած, ես բոլորովին այլ մասնագիտություն ունեմ, ես կենսաֆիզիկան եմ ավարտել համալսարանի եւ ես իմ կյանքը պատկերացնում եմ կենսաբանության մեջ։ Բայց ճիշտ ասած շատ հաջող կարիերա չունեցա, որովհետև ես ասպիրանտուրայում էի ու ֆիզիոլոգիա ինստիտուտում եւ այն սկսվեցին մութ ու սուրտ տարիները, որոնց ժամանակ ոչ հոսանք կար, որ դու էքսպերիմենտներ անեիր, ոչ միջոցներ կար ինչ-որ փորձեր անելու եւ այլն։ Այնպես որ ինչ որ շատ տարօրինակ մի վիճակ ստեղծվեց։ Ստիպված տանն էինք, դե ուր գնաս, չես կարող ոչ մի աշխատանք անել, տանն էինք ու Արտակը այդ ժամանակ տնից էր աշխատում այդ ամերիկյան կազմակերպության մեջ եւ ասում էր, թե արի դե լավ դու էլ մի քիչ կոմպյուտեր սովորի, բան, ասում եմ ես ինչ կոմպյուտեր սովորեմ, բան, բայց ես նաեւ սիրում էի մի քիչ նկարել, ինքը ինձ դրանով հրապուրեց, ասեց, գիտես, այստեղ կա Corel Draw կա, այսպես նկարելու ծրագրեր կան միգուցե, ու այդպես ես մտա կոմպյուտերի մեջ։ Հետ ենք աշխատում։ Միջայլոց էդ էլ մի լեգենդ է, որ ասում են, եթե իրար հետ ես աշխատում, լավ չի, տենց շատ լավ էլ իրար հետ աշխատում ենք, ոչ մի ինչ որ տենց Իհարկե աշխատանքային վեճեր ունենում ենք, որ նոր եկանք Հայաստան, աներոջս տանն էինք մնում, դե մինչև այս տունը գնեցինք, բան, ու ընդեղից էինք աշխատում։ Մի օր աշխատանքի ժամին բավականին մեծ վիճաբանություն ունեցանք, այնքան որ ձայները բարձրացրինք, էլի սենց Ես ինչա չէ տենց չի լինի, չէ ոնց թե սենց պետք է, չէ ինչ ես խոսում, տենց լավ բավականին վախեցել էր աներս, էլի ես ինչ որ կռվում են, բան Հետո ժամը տենց մեկը եկավ, ասի դե մենք գնում ենք ստեղ միտեղ հաց ուտենք, հա, ասում եմ, բա դուք կռված չեք, ասում եմ, այդ աշխատանքային կռիվ էր, ասում եմ, դա ընտանեկան կռիվ չէ, ես կոչես այդ ինչի եմ, երբեմն էդ էլ է օգնում։ Իրականում լավ բաներ շատ կան, թեկուզ մենակ են, որ դու կարող ես ցանկացած քո տարիքում, 60 տարեկանում գնաս քոլեջ, նստես ում հետ որ պատահի կարող է կողքինդ լինի 20 տարեկան, կարող է լինի 70, կապ չունի, այս հետաքրքրում է քեզ այս մասնագիտությունը, ես այս սովորում եմ ու կյանքիս ուղղությունը ուզում եմ փոխած լինեմ, դա շատ նորմալ է ընդունվում, ոչ մեկը չի ծիծաղում ու ընդհակառակը շատ գնահատվում է, ես ուզում եմ, որ Հայաստանում էլ լինեն այդպիսի դեպքեր ավելի շատ, որ մարդիկ չասեն, իմ կյանքը բրծավ է, Ես մարդիկ գիտեմ, որ ասում են 40 տարեկան եմ կյանքս բր, 40 տարեկանում կյանքը սկսվում է։
Ինչի մասին է խոսքը։ Այսօր երկու ամուսիններն էլ շարունակում են հեռավար աշխատել IT ոլորտում։ Բաց իրենց հիմնական աշխատանքից զույգն ունի անսովոր հոբիներ։ Նրանք ստեղծում են ֆիրմային ալկոհոլային խմիչքներ անսովոր բաղադրիչներից։ Այս գործունեությունը վերացելով ստեղծագործական գործընթացի։ Հարկ է նշել, որ զույգի սիրելի զբաղմունքներից մեկը մոտոցիկլետներով աշխարհով մեկ ճանապարհորդելն է։ Նրանք հատկապես սիրում են իրենց ճանապարհորդությունների ընթացքում բացահայտել Հայաստանի մեկ այլ կողմը։ Այսօր Արտակը սիրով հյուրընկալում է երիտասարդ ձեռնարկատերերին եւ ձգտող մասնագետներին։ Նրանց հետ կիսվելով իր ճանապարհորդության պատմությամբ առաջատար համաշխարհային ընկերություններում աշխատելու իր փորձով եւ սեփական փորձություններից ստացած խորհուրդներով։ Այս զույգի օրինակը ցույց է տալիս, որ համառությունը, քրտնաժան աշխատանքն եւ որոշումների կայացման գործում քաջությունը կարող են հանգեցնել այնպիսի արդյունքների, որոնք մի ժամանակ թվում են անհասանելի։ Ալվինա Ակապյան, Մարիա Գրիգարյան, Հայք Մեդիա, Քաղաք, Երևան, Հայաստանի Հանրապետություն։